Ծանոթացա արտադրության նախարարի հայտարարությանը, որ սահմանադրության նախագիծը քննարկվելու է ոչ ավել ոչ պակաս քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղխորհրդի նիստում։ Ես ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնել, որ Հայաստանը կուսակցապետություն չէ, ոչ էլ կոմունիստական կուսակցություն է իշխում եւ Նիկոլ Փաշինյանն էլ մեր կենտկոմի առաջին քարտուղարը չէ, ժողովուրդ ջան։ Բայց ես ուզում եմ մեկ այլ բան էլ հիշեցնել, հարգելի ժիրայր, հնարավոր է դուք հիշում եք, բայց հնարավոր է որ երիտասարդ սերունդը չի հիշում, բայց ցանկացած գիտակից քաղաքացու, ցանկացած մտահոգ քաղաքացու ես առաջարկում եմ բացել եւ ընթերցել 2007 թվականին, թե 6 թվականին այլընտրանք հասարակական քաղաքական նախաձեռնության կողմից հրապարակված մանիֆեստը, որի տակ դրված է իդեպ այսօրվա վարչապետի ստորագրությունը նաև եւ ըստ էության այդ նախաձեռնության գործունեության հիմքում դրված էր 1990 թվականի անկախության հռչակագրի տեքստու բովանդակությունը։ Եթե այլ կերպ ասեմ, գործող վարչապետի քաղաքական գործունեության մեկնարկի հիմքում Նիկոլ Փաշինյանը դրել էր հենց անկախության հռչակագիրը իր բովանդակությամբ, իր փիլիսոփայությամբ։ Այստեղ փոխադարձության խնդրի մասին չի խոսքը, ժիրայր։ Ես ուզում եմ, որ մենք առավել գլոբալ անդրադառնանք այս հարցին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է հռչակագիրը սահմանադրության, մեր սահմանադրությունը կոնֆլիկտա ինչ է բառը կոնֆլիկտացին է, կոնֆլիկտի մասին է։ Գիտեք ինչ, եթե նույնիսկ կոնֆլիկտի մասին է, դա մեր պատմություն է, դա մեր ժողովրդի անցած ճանապարհն է։ Հիմա եկեք մի մասին իսկապես բաց խոսենք։ Աշխարհում դուք կարող եք գտնել մեր տարածաշրջանում հեռավոր մոտակա տարածաշրջաններում այնպիսի երկրներ, որոնք կոնֆլիկտներ չունեն հարևանների հետ, որոնք ինչ-որ պատմական խնդիրներ չունեն հարևանների հետ։ Դուք այդ ինչ խաղաղությունից եք խոսում։ Մի հատ դուք եկեք օրինակներով կոնկրետ ասենք։ Աշխարհի ամենահզորագույն երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգները այսօր քանի ուղղության գտնվում ռազմական հակամարտության մեջ, հիբրիդային պատերազմի մեջ, Ռուսաստանի հարևանների մի հատ հաշվեք ու տեսեք այդ երկիրը, քանի երկրի հետ է գտնվում կոնֆլիկտի մեջ։ Մեր հարևան Իրանը, մեր հարևան Թուրքիան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանության գալուց առաջ ասում էր զրո խնդիր հարևանների հետ այդ քաղաքականությունը։ Դուք ձեր ոխերիմ Ախոյան կամ չգիտեմ ինչ խաղաղություն կնքող Ալիևին հարցրեք, ինքը քանի երկրի հետ կոնֆլիկտ ունի եւ ինչպիսին է պատկերացնում իր երկրի սահմանադրությունը։ Ժիրայր ջան, մեր ժողովրդին թող հիմարի ու ապուշի տեղ չդնեն, խնդիրը հետեւյալն է։ Սահմանադրության փոփոխությունը Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է Իլհամ Ալիևի հրահանգով։ Ես անցած տարիներ, նախանցած տարիներ ձեր տաղավարում, տարբեր հարթակներում ասել եմ, քանի որ այդ պահանջը գալիս է Ալիևից, Ադրբեջանից, Նիկոլի օրոք սահմանադրական փոփոխություններ չպետք է ավեն, պետք է փակել այդ թեման ընդհանրապես։ Ինչ փոխադարձության սկզբունքի մասն է խոսքը։